Եվ այսպես, Իլհամ Ալիևի երևանյան ելույթը ավելի շատ ագրեսիա եւ պատերազմի մասին էր, քան Հայաստանի հետ համագործակցության կամ խաղաղության։ Հարգելի հեռուստադիտողներ, հիրավի Իլհամ Ալիևի ելույթը երևի քաղաքական, աշխարհաքաղաքական առումով ամենահետաքրքիր պերֆորմանսներից մեկն էր, որը մենք վերջին շրջանում ականատես ենք եղել Ադրբեջանի նախագահից։ Ֆորմալ առումով Ադրբեջանի նախագահը փորձում էր ներկայացնել իրողությունները այնպես, որ հայերի հետ, Հայաստանի հետ 9 ամիս է արդեն խաղաղություն է, մենք օգտվում ենք այդ խաղաղության պատողներից, բայց երբ որ դու մի փոքր ավելի մանրամասն ես վերլուծում Ալիևի խոսքը, դու հասկանում ես, որ այնտեղ կա երկու հիմնական ուղղություն։ Առաջինը հետևյալն է, նա հրաժարվում է հայերի հետ փոխգործակցության կամ խաղաղության գործընթացի համատեքստում լուծել նույնիսկ հումանիտար խնդիրները, իսկ այն թե ինչ է տեղի ունենում միջև Երևանյան գագաթաժողով, դա լրիվ այլ թեմա է, որը ավելի շատ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը եւ Թուրքիան պատրաստվում են Հայաստանի դեմ ավելի շատ պատերազմի, քան խաղաղության, եւ եւս մի կարեւոր նրբերանգ կա, հաշվի առնելով նաեւ եվրոպացիների կախվածությունը ռուսական էներգակիրներից, որոնք վաճառվում են Ադրբեջանի միջոցով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է կամարանքով խոսալ եվրոպական կառույցների մասին, փորձում է գրոհել նաև եվրոպական կառույցները։ Եկեք այսպես ձևակերպենք։ Ուրեմն տեսեք, սկսենք երևի մեզանից, հետո անցնենք եվրոպացիների հետ փոխգործակցությունից։ Ինչ է ասում Իլհամ Ալիևը։ Նա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը անվանում է անջատողականներ, անվանում է սեպարատիստներ։ Սա ամենավառ վկայությունն է նրա, որ հումանիտար խնդիր հանդիսացող հարցը, այսինքն հայ ռազմագերիների ազատության հարցը, Ադրբեջանի նախագահը Հայաստանի հետ խաղաղության ճանապարհին հրաժարվում է այս հարցը լուծել, խաղաղության գործընթացի շրջանակներում հրաժարվում է լուծել։ Եվս մի կարևոր նրբերանգ կա, ու սրա մասին իսկապես անհրաժեշտ է մտածել։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե ինքը ասում է, որ Արցախի հանրապետության նախկին ղեկավարները անջատողականներ են, դուք ինչ եք կարծում, մի X պահի Ադրբեջանում չեն բարձրացնելու հարցը առայն, որ ժողովուրդ, եթե մենք անջատողականների ենք պահում մեր բանտերում, այդ անջատողականներին ով էր աջակցություն ցուցաբերում, այդ անջատողականները ճակերտներում իհարկե իրենք որտեղից էին քաղաքական, տնտեսական, ռազմական եւ այլ տիպի աջակցություն ստանում Ադրբեջանի դեմ գործողություններ իրականացնելու համար։ Տրամաբանական պատասխանը այստեղ մեկն է, Երևանից են իրենք աջակցություն ստանում։ Ուստի երբ որ դու այս գնահատականներն ես տալիս, այն էլ մի իրավիճակում, երբ որ քո հարևանը ամեն ինչից ինչ հնարավոր է հրաժարվում է, սա խոսում է հետևյալի մասին, որ դու ոչ միայն չես ուզում հումանիտար խնդիրները լուծել, այլ դու նաև արդեն քո համար որոշակի հենք է ստեղծում հետագայում Հայաստանի հետ կոնֆլիկտը վերաբացելու, ավելի ակտիվ փուլ մտցնելու համար։ Եվս մի կարևոր նրբերանգ կա, տեսեք, այս գագաթաժողովի շրջանակներում Իլհամ Ալիևի ելույթը տեղի ունենում իրավիճակում, երբ որ ադրբեջանցիները շարունակում են քանդել պատմամշակութային արժեքները, Արցախի հանրապետությունում շարունակում են քանդել հայի հետքը։ Ճիշտ է, քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորները կարծում են, որ եթե 90-ական թվականներից հետո է կառուցվել այս կամ եկեղեցին Արցախի հանրապետություն, դա պատմամշակութային արժեք չէ, ուստի երևի կարելի է ոչնչացնել, հա, բայց բացի ամեն ինչից, լավ, եթե ժամանակի առումով սա վերջին 20-30 տարիների ընթացքում են կառուցվել, օրինակ Ստեփանակերտի կամ Շուշիի որոշ եկեղեցիներ, սրանք նաև վկայում են այն մասին, որ այնտեղ եղել են հայեր, ապրել են հայեր, եւ դու ոչնչացնում ես ոչ միայն պատմամշակութային արժեքներ, դու հայերի այնտեղ լինելու հետքերն ես ոչնչացնում, բայց եթե մենք գնում ենք խաղաղության, ինչու ես դու գնում այս ճանապարհով, ինչու ես դու ոչնչացնում հայերի հետքերը։ Սա Հայաստանի հետ փոխհարաբերությունների համատեքստում, բայց դեռ կանրադառնանք սրան։ Ինչը վերաբերում է եվրոպացիների հետ փոխհարաբերությունների համատեքստին, ինչ ասում Իլհամ Ալիևը, ԵԽԽՎ-ն, Եվրոպական խորհրդարանը մեղադրում է փաստացիորեն հայամետ դիրքորոշման համար, մեղադրում է նրանում, որ իրենք արհամարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու ընդհանրապես արհամարանքով է խոսում եվրոպական կառույցների մասին։ Սա մի կողմից իհարկե պայմանավորված է նրանով, որ Իլհամ Ալիևը հասկանում է, թե որքանով են իրենք կախված ադրբեջանական, ճակերտավոր ադրբեջանական էներգակիրներից, մյուս կողմից սա մեզ համար պետք է ազդակ լինի հետևյալի, եթե իրենք այս տեսակ մոտեցում ունեն եվրոպացիների նկատմամբ, կամարակով են իրենց մասին խոսում, նույնիսկ կոնֆլիկտի են իրենց հետ գնում,
Բայց եթե Էմանուել Մակրոնի ասածը տեղի ունենա եւ եվրոպական ինչ-որ մի կառույց գա օրինակ փոխարինի ռուս սահմանապահներին, մեր սահմաններին 102 ռազմաբազայի փոխարեն Frontex-ի բազա լինի Հայաստանի Հանրապետությունում կամ եվրոպացի մեր հարգարժան գործընկերները եւս մի քանի հատ դիտորդ ուղարկեն Հայաստանի Հանրապետություն, ինչ է կարծում Ալիևի մոտեցումը այդ տեսակ քաղաքական սուբյեկտների նկատմամբ ինչպիսին է լինելու։ Հիմա վերադառնանք կրկին Հայաստանի հետ փոխհարաբերություններին։ Տեսեք, ինչ է նաև ասում Իլհամ Ալիևը։ Նա փորձում է ներկայացնել տնտեսական շարժը երկու երկրների միջև, եկեք այսպես ձևակերպենք, որպես խաղաղության վկայություն։ Բայց իրականությունը կայանում է հետևյալում, բացի նրանից, որ Ադրբեջանի նախագահը Նիկոլ Փաշինյանին նախընտրական բոնուսներ է տրամադրում, մատակարարելով նավթամթերք եւ այլ տիպի ապրանքներ, նա չի բացում ընդհանրապես կոմունիկացիաները տարածաշրջանում, այլ միակողմանի է այդ ամեն ինչը իրականացնում։ Ուստի մենք ոչ թե տնտեսական փոխգործակցության կամ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին ենք խոսում, այլ խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ որ փորձ է արվում ձևավորել կախվածություն ադրբեջանական կոմունիկացիաներից, ադրբեջանական ռեսուրսներից։ Այս ամեն ինչը նաև տեղի ունենում հետևյալ համատեքստում։ Ադրբեջանը միջև եվրոպական ընտանիքի գագաթնաժողովը Հայաստանում օրինակ հրաժարվեց նախագահի մակարդակով ֆինանսավորել Արևմտյան Ադրբեջան նախագիծը։ Իհարկե չհրաժարվեց։ Ապրիլի 22-ին, եթե ես չեմ սխալվում, Ադրբեջանը եւ Թուրքիան Կարսում ավարտեցին Հեյդար Ալիևի պատվին կոչվող զորավարժությունները։ Բացեք, տեսեք վերջին շրջանում քանի զորավարժություն են իրենք իրականացնել, բացի դրանից ադրբեջանական պետական կայքերը տարածելով տեղեկությունը Իլհամ Ալիևի ելույթի մասին Երևանը անվանում են Իրևան։ Նիկոլ Փաշինյանը վաղը մյուս օրը կարող է պատ կառուցել, որ մենք Արարատին չնայենք։ Իրենք Երևանը անվանում են Իրևան, բայց Հայաստանի Հանրապետությունից որևիցե գնահատական այս ամեն ինչի վերաբերյալ չկա։ Այս սա է տեղեկատվական ֆոնը, այս բոլոր գործընթացների խաղաղության վերաբերյալ ելույթների մի փոքր էլ ետ գնանք եւ ավարտենք մեր այսօրվա զրույցը։ Շահին Մուստաֆաևը Հայաստանի Հանրապետությունում էր։ Այն տեսակ քարոզչություն իրականացրեցին, պատմական այց, աննախադեպ այց եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ են ասում ադրբեջանական պետական լրատվամիջոցները, ադրբեջանական պետական փորձագետները, թեպետ երևի այնտեղ ոչ պետական փորձագետներ կամ անկախ փորձագետներ չեն լինում։ Շահին Մուստաֆաևը իթիվս այլնի եկել էր այստեղ քննարկելու Նիկոլ Փաշինյանի հետ ժամկետները, թե երբ են Ադրբեջանին հանձնվելու Հայաստանի Հանրապետությունից որոշ տարածքներ, որոնք Ադրբեջանը անվանում է անկլավ։ Օրինակ իրենք ուզում են ստանալ նաև մեր հայկական Տիգրանաշենը։ Այս ամեն ինչը, երբ որ դու իմի ես բերում, դու հասկանում ես հետևյալը, որ ոչ Իլհամ Ալիևի ելույթի բովանդակությունը, ոչ էլ հարակից երևույթները չեն վկայում այն մասին, որ ադրբեջանցիները պատրաստվում են Փաշինյանական Հայաստանի հետ խաղաղության։ Իրենք պատրաստվում են հունիսի 7-ից հետո, եթե Նիկոլ Փաշինյանը մնա, Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիան դարձնել լիակատար եւ անբեկանելի։ Մտածեք այդ մասին։